Մասնակցել ենք ակտիվ Սուդանի բաժանմանը, քարտեզի գծումը ոնց պետք է բաժանվի, ես իմ ձեռքով եմ գծել։ Այս իշխանությունների բոլոր մանիպուլյացիաները շատ կանխատեսելի են մեր համար։ Մեր պետությանը առաջարկել էին գործկաններ։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, Արմլուրի տաղավարում այսօր կզրուցենք Քոչարի կուսակցության նախագահ Արտակ Սարգսյանի հետ։ Պարոն Սարգսյան, ողջունում ենք ձեզ մեր տաղավարում։ Մինչև բուն հարցերին անցնելը, կխնդրեմ պատմեք ձեր մասին եւ նաեւ դուք հայտնի եք որպես Քենիայում հեղափոխություն իրականացրած հեղափոխությանը որպես մասնակից։ Ինչպես եք իրականացրել Քենիայի հեղափոխությունը եւ ինչ մասնակցություն եք դուք ունեցել, խնդրեմ։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, Քենիայում հեղափոխություն չենք արել, կանխել ենք 3 հեղաշրջում, հաղթել ենք ընտրությունները 80% հաղթանակ ենք ունեցել Արաբ Մոյի հանդեպ, որը որ 27 տարի բռնապետ էր եւ դիկտատոր էր, բայց օգնել ենք հարևան բռնապետական երկրներին, որպեսզի կատարեն իշխանափոխություն։ Նաև այդ փորձը ցանկացել եք բերել Հայաստան, ինչքանով եք համարում, որ Հայաստանում այն իրագործվել է, հաջողվել է եւ ինչ առումներով այն չիրագործվեց, չհաջողվեց։ Ոչ, այդ փորձը Հայաստան չենք բերում, քանի որ կան կարմիր գծեր, որ Հայաստանում չի լինելու։ Որոնք են այդ կարմիր գծերը։ Հիմնական կարմիր գիծը, որ հայ պետքա չթափի եւ իշխանությունը չի կարող դառնալ կռվախնձոր այս մեր փոքր երկրում, քանի որ տեսել եմ երկրներ, որտեղ իշխանությունը դարձել է կռվախնձոր եւ այդ երկրները միջև հիմա ոտքի չեն կանգնում։ Սուդան, Սոմալի եւ այլն։ Կան կարող։ Քենիայի հարևան երկրները։ Այո, Քենիայի հենց սահմանակից երկրները։ Ուրիշ ինչ առումներով կարող եք ասել, որ չհաջողվեց այդ փորձը Հայաստանը։ Չի եղել չհաջողվել, ընդհանրապես ես համարում եմ, որ հաջողված է այն փորձը, որ մենք ունենք թե միջազգային բանակցությունների համար, թե մասնակցել ենք ակտիվ Սուդանի բաժանմանը, այն ժամանակ որ նույնիսկ տեղի բնակիչները չէին հավատում, որ Սուդանը պետք է բաժանվի, մենք եղել ենք այն մարդիկ, որ ասել ենք հույս չկա, Սուդանը պետք է անպայման բաժանվի եւ մասնակցել ենք բոլոր գագաթնաժողովներին եւ բանակցություններին, նույնիսկ այդ քարտեզի գծումը ոնց պետք է բաժանվի, ես իմ ձեռքով եմ գծել, ոնց պետք է բաժանվի, ես չի ասի, որ չի հաջողվել, մենք նոր ենք սկսել եւ արդեն համարում եմ, որ հաջողվել ենք, քանի որ ունենալով այս փորձը, այս իշխանությունների բոլոր մանիպուլյացիաները շատ կանխատեսելի են մեր համար։ Իսկ ինչպես եք հայտնվել բանտում։ Բանտում չեմ հայտնվել, 3 օր եմ գտնվել ԶՎՊ-ում, երբ որ ժողովրդին միացանք սրբազան շարժման ժամանակ, երևի պետությունը վտանգ զգաց, ԱԾ-ով ձերբակալեցին, 3 օր գտնվեցինք ԶՎՊ-ում, հետո տնային կալանքի տակ, սկզբից ստանդարտ մեղադրանքով, ապօրինի զենքի զինամթերքի առևտուր, հետո 3 օր հետո փոխվեց փողերի լվացում, ապօրինի մուտք երկիր, բացատրում են, որ սեկտ համակարգում չկա մուտքերը, բայց անձնագրեր ստացել եմ։ Մենք պահանջեցինք, որպեսզի վերեն առաջի ձևը եւ ապացուցենք, որ անձնագրերը ստացել եմ դեսպանատներից, Արաբական միության էմիրությունների եւ Քուվեյթի, իհարկե չբերեցին, մենք դատարանին ներկայացրեցինք անձնագրերը, ընտանիքս ճամփորդեց, հավաքեց անձնագրերը, վերեցինք, ներկայացրեցինք դատարանին, որ բոլոր անձնագրերի մեջ կա կնիքները, դեսպանատները եւ մյուս մեղադրանքը 2004 թվական Քենիայի օպոզիցիայի ղեկավարի թերթի հարցազրույց, որտեղ որ իբր մենք կատարել ենք փողերի լվացում։ Աֆրիկայում հիմնականում մուսուլմանություն են դավանում եւ նաեւ մենք ձեզ ուսումնասիրելով նկատել ենք, որ բավականին ձերդ հարաբերությունների մեջ եք մուսուլմանական աշխարհի հետ, սակայն կցանկանամ դուք ներկայացնեք ինչ կապեր ունեք մուսուլմանական աշխարհի հետ։ Ես կասեմ, որ դա սխալ է
եթե դուք խոսում եք Հյուսիսային Աֆրիկայի մասին, Եգիպտոս, Թունիս, այնտեղ կարելի է ասել, որ մահմեդականությունն է, բայց եթե խոսում եք արդեն Հյուսիսային 3-4 երկրներից ներքև, բացի Հյուսիսային Աֆրիկայից, Սոմալի, Սուդան, Ալժիր, Մորոկո, Եգիպտոս եւ Լիբիա, դրանից ներքև մենակ մի երկու փոքր պետություն կա, որ մահմեդականությունը մնացածը բոլորը քրիստոնեական երկրներ են եւ հիմնականում անգլիկան եկեղեցի, բողոքական, անգլիկան եկեղեցիներն են, իսկ մահմեդական աշխարհի հետ մեր կապերը, քանի որ մեր գլխամասային գրասենյակը գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում, այո, ունենք լավ կապեր, թե թագավորական ընտանիքների հետ, թե բիզնեսմենների հետ, որը որ օգտագործել ենք Կենիայի պետական շահերի համար, հրավիրել ենք, կառուցել ենք նավահանգիստի, մեծացրել ենք նավահանգիստները, կառուցել ենք նոր տերմինալներ, կառուցել ենք օդանավակայաններ եւ այդպես։ Բայց մնացած բոլոր երկրները քրիստոնեական են։ Ձեր ելույթներից մեկում նշել եք, որ Թուրքիան ոչնչացնելու եք նաև Ադրբեջանը եւ Ալիևին բերելու եք Հայաստանում բանտ եք նստացնելու։ Կխնդրեմ նշեք սրա իրատեսությունը, ինչքանով է այն հավանական, ինչքանով է այն իրատեսական, ինչպես եք պլանավորում սա իրագործել, հաշվի առնելով հատկապես այն հանգամանքները եւ բնակչության թիվը Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի եւ սպառազինությունը, զենք զինամթերքը եւ տնտեսական եւ մյուս զարգացման սանդղակները։ Եվ ոչնչացնելը մի քիչ սխալ եք ասում, լուծարել եւ բռնի միացրած ազգերը թողել, որպեսզի նրանք ապրեն կոնֆեդերացիայի սկզբունքով։ Ոչնչացնելը մի քիչ երևի սխալ ձևակերպում է, ես ասել եմ լուծարել Ադրբեջանը, քանի որ դա արհեստացին երկիր է եւ այնտեղի բոլոր ազգերը բռնի միավորված են մի պետության մեջ, որը կոչել են Ադրբեջան, որը որ իրական Ադրբեջանը չէ, իրական Ադրբեջանը Պարսկաստանում է եւ նրանք հիմնականում ծպտված զրահապաշտներ են։ Ես եղել եմ այդ շրջաններում հենց Ադրբեջան, եթե թարգմանում ես, լինմակրակի պաշտպաններ, որոշ մասը գաղթեց Հնդկաստան եւ Հնդկաստանում այդ կրոնը կոչվում է պարսիներ, որոշ մասը ծպտվեց, մնաց այնտեղ, կոչվեց իբր մահմեդականներ։ Հիմա լուծարումը շատ հեշտ է եւ այստեղ իրոք այսօրվա պատերազմներում ոչ զորքի քանակը նշանակություն ունի, ոչ էլ ասենք աշխարհագրական դիրքը, մենք տեսնում ենք ինչպես են փոքր պետությունները դիմակայում հզոր պետություններին, Ուկրաինա, Պարսկաստան, հիմա եթե նույնիսկ հաշվենք զորքի քանակը, մենք 44 օրյա պատերազմի ժամանակ մեր պետությանը առաջարկել էին վարձկաններ Աֆրիկայի եւ այլ երկրներից մեզ մերժեցին, նույնիսկ օրենք ընդունեցին, որ քրեորեն պատժելի է։ Դա արդյոք Հայաստանի համար նոր ռիսկեր չէր պարունակում իր մեջ, երբ դուք առաջարկում եք վարձկաններ։ Հիմա ամբողջ աշխարհը հիմնված է վարձկան, լավ վարձկան չասենք, որ ՄԱԿ-ի ռեզոլյուցիային չխախտենք, չնայած այնտեղ ռեզոլյուցիայի մեջ գրված է, որ վարձկանակոչվում այն անձը, որի միակ մոտիվացիան դա գումարն է, եւ մահմեդականները շատ լավ դա կառավարում են, ասում են ջիհադիստներ են, մեր գաղափարական ընկերներն են, բայց գումարել են տալիս, դրա համար էլ մենք ոչ մի միջազգային հանրության կամ դատարաններում չենք կարողանում ինչ-որ արդյունքների հասնել, եւ նույնիսկ եթե դիմենք էլ չենք հասնելու, քանի որ բոլորը ասելու են մենք գաղափարական եղբայրներ ենք։ Ռիսկեր չի պարունակում ամբողջ աշխարհը հիմնված է, թե ԱՄՆ-ի բանակը Քուվեյթը գրավելուց օգտագործում էր ռուսերեն ՉՎԿ եք ասում, կոչվում էր Blackwater, հիմնականում Blackwater-ն էր, հիմա որ անունը փոխեց այդ հարսանիքը գնդակահարելուց հետո ոչ մի ռիսկ չկա, դա ընդունված պրակտիկա է։ Ռուսաստանը Վագներն է օգտագործում, Ուկրաինան Ազովն է օգտագործում, մի խոսքով դա
միջազգային պրակտիկա է եւ ոչ մի տարբերություն չկա, թե քո զինվորնա, թե գաղափարական քո խաչակիր եղբայրներն են։ Անդրադառնանք համապետական ընտրություններին, ինչպես է պատրաստվում համապետական ընտրություններին այս օրերին, ինչ գործընթացի մեջ եք եւ նաեւ տեղեկացանք, որ Քոչարի կուսակցությունը միայն վերջերս է գրանցում ունեցել, ինչ խոչընդոտներ եք ունեցել եք թե չէ գրանցման ժամանակ։ Տեսեք, խոչընդոտներ եղել են, նախ ասեմ, որ սկզբից մեր բաց թողումներն եղել է տեխնիկական սխալներ, հետո եղել են խոչընդոտներ, եղել են դավաճանություններ։ Այս խոչընդոտները ինչ առումով են եղել։ Տեխնիկական էլ, իբր տեխնիկական, որը որ եթե նայում էիր մյուս կուսակցություններին, նույնը այնտեղ առկա էր, բայց գրանցված էին։ Անձով էր պայմանավորված, գուցե ձեր անձով էր պայմանավորված։ Այո, իհարկե անձով էր պայմանավորված եւ փաստաբան ենք փոխել, փաստաբանն էր ծախվել, ել եմ ասում, շատ տհաճ քայլեր էր, որ չենք ուզենա անդրադառնալ այդ հարցերին, անցել ենք այդ հարցերով, հիմա առաջ ենք նայում, ես հուսով, որ ընտրությունները կկայանա, Պարսկաստանի այսօրվա իրավիճակը ցույց է տալիս, որ մեր մոտ շատ ռիսկային փուլ է սկսվում, այսինքն հանդիմությունները սկսեն քարոզարշավ, կանեն որոշակի թե ֆինանսական, թե այլ ծախսեր եւ միգուցե մեր մոտ հետաձգվի անվտանգության առումներով։ Մյուս ռիսկը, եթե չանեն հույս ունենալով, որ ընտրություններ չի կայանա, էլի մի խոսքով շատ ռիսկային գոտում ենք հիմա գտնվում այս ընտրությունների հարցով եւ պետությանը իհարկե շատ ձեռնատու է այս իշխանությունները նույնիսկ ամեն ինչի պատրաստ կլինեն ռեյտինգ չունենալով, միգուցե մի հատ ԱԹՍ մուրան, միգուցե պրովոկացիա սարքեն Պարսկաստանից, որպեսզի լինի հարված, եւ մեր մոտ ԱՄՆ-ի դեսպանատունը իհարկե լավ թիրախ է Պարսկաստանի համար, ամեն ինչ հնարավոր է։ Ես կարծում եմ, որ ընտրությունները հետաձգվելու է։ Պարոն Սարգսյան, ելի անդրադառնանք ձեր ելույթներին, դուք բոլորին կարծես թե բոլոր քաղաքական ուժերին նույն սանդղակի վրա եք դիտարկում, ասում եք բոլորը Նիկոլ Փաշինյանի քաղաքական պրոյեկտներն են։ Այդպես եք անվանում անգամ Սամվել Կարապետյանին, որ միայն մեր ձևով բառակապակցության համար առայսպահ հալածվում է, այդպես եք որակում եւ Գագիկ Ծառուկյանին եւ Արման Թաթոյանին, որի նորաստեղծ կուսակցության անդամները, կուսակցությունը եւ ինքը ամենաբացն են, քննադատում այս իշխանությանը։ Ինչու այս դիրքորոշումը ընտրեցիք եւ նաեւ հիշեցնեմ, որ այս դիրքորոշումը ուներ նաեւ 2018 թվականին ուներ նաեւ Նիկոլ Փաշինյանը, երբ բոլորին նույն սանդղակի վրա էր դիտարկում եւ ասում էր, որ Հայաստանի Հանրապետությունը կամ վարչապետ չի ունենալու, կամ ես եմ լինելու Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Նախ սկսենք Գագիկ Ծառուկյանին չեմ անդրադարձել որպես Նիկոլական, ասել եմ, այդ մարդը խոցելի շատ բաներ ունի եւ կորցնելու բաներ ունի, ես անցածն եմ տեսել, ինչ է կատարվում հանդիպումից հետո։ Թաթոյանին ընդհանրապես չեմ անդրադարձել, Թաթոյանին անդրադարձել եմ մեկ անգամ, երբ որ հիվանդ երեխաներով ակցիա էր կատարում, որը որ իմ համար անընդունելի է, այդ երեխաները ինքնուրույն որոշում չեն կարող կատարեն եւ նրանց դեմքերը ցույց տալը դա հակամարտկային է, մարդով աշխատելը մարդու իրավունքներում պետք է հասկանալ, որ այդ հիվանդ երեխաներին չի կարելի որպես ֆոն օգտագործել եւ քարոզարշավ կատարել։ Նամանավանդ, եթե նրանք հիվանդ են։ Միևնույնն է, նույնիսկ տարիքային, եթե նայես այդ փոքր երեխաներին նույնիսկ առաջ, նրանք չեն կարող ինքնուրույն որոշումներ կատարել եւ դա հակաբարոյական եմ ես ասել, ուրիշ ոչ մի բան չեմ ունեցել։ Ինչ վերաբերում է մեր ձևովին, նրանք չեն էլ հասկանում ինչ վտանգավոր հայտարարություններ են անում, որ կփոխեն սահմանադրություն եւ մեր հաջորդ վարչապետը կարող է թուրք լինի կամ նույնիսկ Ալիևը։ Այսինքն մարդը, որ չունի հայկական քաղաքացիություն, 4 տարի չի ապրել Հայաստանում, ժողովրդի ցավերը չգիտի, եթե միայն գումարներն է, Ալիևը
ինձնից էլ Սամվելից էլ շատ փող ունի եւ համակրանք էլ ունի մեր երկրի վրա։ Մի խոսքով նրանք շատ վտանգավոր հայտարարություններ են անում, նրանց առաջին հենց հանրահավաքի ժամանակ, երբ որ հայտարարեցին, որ Նիկոլ Փաշինյանին ուղարկելու են ընդդիմություն եւ մի քանի հոլովակներ, որ աշխատավարձ են տալու, մենք գտնում ենք, որ դա նույն իշխանության տրանզիտն են պլանավորում, մարդ որ հանցանք արե, պետք է ասես, որ նա հանցագործ է։ Եթե դավաճանությունն է, դավաճան է, ոչ թե դնել անուններ կամ ուղարկել ընդդիմություն։ Ձեր կողքին մշտապես նկատում ենք ձեր եղբորը Արթուր Սարգսյանին։ Ես կցանկանամ նշեք կուսակցության անդամներին, ովքեր են բացի Արթուր Սարգսյանից, ձեր եղբորից, ովքեր են ձեր կողքին, ձեր կուսակցության անդամները ովքեր են, եւ եթե իշխանության գաք, ծառայության Եթե ծառայության գաք, ապա ովքեր են ծառայելու արտաքին գործերի նախարարությունում որպես նախարար եւ ովքեր են ծառայելու պաշտպանության նախարարությունում եւ նաեւ որպես նախարար, որոնք եւ կլուծարեն Թուրքիան, կլուծարեն Ադրբեջանը եւ Ալիևին կբերեն Հայաստան, Հայաստանի բանտում կնստացնեն։ Տեսեք, նախ մեր բանաձևը կիսանախագահական է եւ մենք փոխելու ենք նախագահային պետքա պատկանի ուժայինները, արտաքին գործերը, ՀԱԱՑ-ն, իսկ վարչապետը միայն էկոնոմիկ տնտեսական վարչապետ լինի եւ երկպալատային է, որպեսզի Սփյուռքը մշտական պալատ ունենա թե վարչապետի մոտ, թե նախագահի մոտ։ Հիմա ինչ վերաբերում է դուք գործադիրն եք հարցնում, հա, գործադիրի անունները չեմ տա, քանի որ դեռ դա խոցելի կլինի, իմ եղբայրը խորհրդի անդամ չի, նա ուղղակի կուսակցության անդամ է, ինչ վերաբերում է լուծարելուն, ես արդեն ասեցի, լուծարելու շատ ձևեր կա, մենք չենք հավատում Արցախի վերադարձը միջազգային իրավունքի ինչ-որ բանաձևերով, մենք տեսնում ենք, որ այդ միջազգային իրավունքները չի աշխատում, ազգի լիգան փոխվեց ՄԱԿ-ի, քանի որ հայկական հարցը չլուծվեց եւ ազգի լիգան կորցնում էր իր իրավական հիմքերը, դառնում էր արձագանքող ինչ-որ կազմակերպություն, ՄԱԿ-ը նույնպես, քանի դեռ կա հայկական հարցը եւ չի լուծված, եթե նրանք հայկական հարցը լուծեին, չէր լինելու երկրորդ համաշխարհայինը, չէր լինելու Ռուանդայի կոտորածները եւ մի քանի, բայց քանի որ կա նախադեպ չպատժված, նույնն էլ ՄԱԿ-ն է դառնում եւ այսօր էլ պարոն Տրամպի ստեղծած այդ նոր կազմակերպությունը էլի դառնալու է ինչ-որ հայտարարությունների վրա հիմնված մի կազմակերպություն, որը որ մեր ժողովրդի վրա ավելի թանկանացնելու լուծարելը ուժային, մենք հիմա մի հարցրեք, ասեցի հայ արյուն, հայ զինվորի արյուն չի թափվելու, մենք գտնում ենք, որ հայ զինվորը պետք է ընտանիք ունենա, երեխա ունենա, ոչ թե մահապարտ լինի եւ գնա զոհվի։ Կան պրոֆեսիոնալներ, որ այդ գործը կարող են անել, թե կազմակերպություններ, թե անհատներ։ Իսկ Թուրքիայի հարցը Թուրքիան արդեն լուծարման ճանապարհին է եւ դա գերպետությունների օրակարգում կա։ Համապետական ընտրությունների մասնակցելով ինչ նպատակիկ հետապնդում իշխանափոխություն թե իշխանության վերաձևում եւ նաեւ այս օրերին մենք Երևանի տարբեր վարչական շրջաններում հարցումներ ենք իրականացնում եւ ձեզ են ընտրելու այս ողջ ընթացքում միայն երկու քաղաքացի։ Եթե դուք չընտրվեք, ինչ ռիսկեր եք այստեղ տեսնում, ինքնավերլուծություն կատարել եք, որովհետեւ հնարավոր է ձեր ձայները անցնել Նիկոլ Փաշինյանին։ Դուք այս ամենը հաշվարկել եք։ Տեսեք, ճանաչելիության խնդիր ունենք, քանի որ դեռ չունենք մեր պետրեգիստրի վկայականը եւ հանդես գալ որպես կուսակցություն, դա նոր մեղադրանքներ վերելու փաստաբանները խորհուրդ էին տվել, որ զգուշ լինենք, որպեսզի նոր մեղադրանքներ չգա մեր գլխին, այդ հիմա աշխատելու ենք, ինչ վերաբերում է երկու քաղաքացուն, ես կասեի, որ ըստ մեր հարցումների մենք այն կուսակցությունն ենք, որ 2 ամսվա մեջ 0.8%-ից
հասել ենք 10%-ի, այսինքն աշխատում ենք մեր ճանաչելիության վրա։ Մենք առաջ գտնվում էինք ՀՀԿ-ի, մյուս կուսակցությունների հետ 0.8% էին, նրանք 0.5% էին։ Հարցումները ոչ միայն մենք ենք կատարում, այլ կազմակերպություններ 1600 հոգուց կամ 2000 հոգուց կազմված հարցումներ, եւ եթե խոսքը գնում է 4%-ին, այդ պարտվողի այսօր էլ մենք 4% ունենք, ասենք եթե անցած ընտրությունների հաշվարկով 1.300.000 քվեարկած, այդ 60-65 հազարը մենք այսօր էլ ունենք եւ գնալ այդ պարտվողի կարգավիճակով 1 աթոռով կամ 2 աթոռով, որ մեր վրա շիշ շպրտեն, իհարկե չենք անելու, քանի որ այդ շիշ շպրտելուց պատասխան են ստանալու, երկու օրից ձերբակալելու են։ Մեծամասնություն ենք լինելու, դա ֆանտաստիկայի ժանրի չի, մեր երկրում ժողովուրդը արդեն ձևավորել է հասկացողություն երրորդ ուժ, եւ ընդդիմություն բառը ամոթ է դարել մեր երկրում, մեզ որ հարց են տալի դուք այդ երրորդ ուժն եք, այո մենք հենց այդ երրորդ ուժն ենք կամ չորրորդ ուժն ենք, որը որ ժողովրդի պահանջով ձևավորվում է եւ մենք դառնալու ենք ընդդիմություն եւ նույնիսկ եթե հիմա ընտրությունները հետաձգվի պայմանավորված Պարսկաստանի իրավիճակով, ինչքան հետաձգվի, այնքան մեր օգտին է լինելու եւ պետությունն էլ հաշվելու է, իշխանությունը հաշվելու է, որ իր օգտին է, նրանք ավելի երկար կմնան։ Հիմա որոշ ժամանակ հետո ինձ թվում է Իսրայելը Թուրքիային էլ կխփի, մենք ամեն կողմից լինելու ենք պատերազմական իրավիճակի մեջ, հա։ Եվ ընտրություններին ինչպես եք մասնակցելու, առանձին թե մտածում եք, որ կարելի է այս կամ այն ուժի միանալ, որևէ X ուժի միանալ եւ միասնաբար մասնակցել ընտրության։ Դիտարկում եք նման տարբերակ։ Որպես այդպեսին, եթե խոսքը գնում է խորհրդարանական ընդդիմություններին, իհարկե ոչ, կան առաջարկներ ուժերի կողմից միավորվելու, դեռ մտածում ենք։ Անդր կարող եք նշել, որ ուժերն են առաջարկել։ Չէ, քանի որ մենք դեռ համաձայնություն չենք տվել, չի ցանկանա, բայց ասեմ, որ նորաստեղծ ուժերից են կամ ազգայնական ուժերից են, որոնք որ կեղտոտված չեն այս համակարգի մեջ, դեռ մտածում ենք, դեռ քննարկում ենք, քանի որ կուսակցությունը հասկանում է, կուսակցությունը ըստ էության դա մարդկանց խումբ է, ով ձգտում է իշխանության, հա, դա նրա սկզբունքն է, կա շահերի բախում, ընտրություններից հետո միավորվել, եթե կա երկու ճանապարհ, կամ սկզբից ես դաշինքով գնում, կամ զուգահեռ ես գնում, ընտրություններից հետո ես միանում, բոլոր հնարավորությունները քննարկվում է, ասեմ, որ էլի խորհրդարանական ուժերից կամ իշխանություններից ոչ ոքի հետ չենք միավորվելու, ոչ էլ նրանց անհնար է, ոչ էլ նրանց առանձնացած այդ կուսակցությունները, արբանյակներ, չգիտեմ, կարտոշկա տշող կուսակցություն եւ այլ, դրանց հետ էլ չենք միավորվելու։ Մի ընթացքում նաև համագործակցում եք, կարծես թե համագործակցում եք Սուրեն Պետրոսյանի հետ, հիմա ինչ փուլում է, հանդիպումներ ունենում եք, քննարկումներ ունենում եք, գուցե եւ հանրապետական ընտրությունների Սուրեն Պետրոսյանի հետ մասնակցեք։ Երբեք չենք համագործակցել Սուրեն Պետրոսյանի հետ, ծանոթացել ենք իմ կուրսեցու միջոցով, հետո հայտնվել է Սրբազան շարժման կողքին, հանդիպել ենք, բայց չենք համագործակցել, դա կեղծ լուրեր էր, որ իբր մենք ֆինանսավորում ենք, մենք այդ ուշացած գնացքի վրա թռնողներից չենք, եթե ուրիշն է ֆինանսավորում, մենք չենք ասել, որ մենք ենք ֆինանսավորել, ոչ, չենք համագործակցում, հատկապես այդ անձնավորության հետ։ Մտադրություն էլ չունենք, մենք Սրբազան շարժման ժամանակ կարծիք կազմեցինք եւ չենք համագործակցելու։ Պարոն Սարգսյան, շնորհակալ եմ, մեր հարցերը այսքան են, եթե ավելացնելու խոսք ունեք, խնդրեմ։ Չէ, ես եմ շնորհակալ, սիրով։ Շնորհակալ եմ կրկին։ Հարգելի հետևորդներ, հիշեցնենք, որ մեր զրուցակիցը Քոչարի կուսակցության նախագահ Արտակ Սարգսյանն էր։